Այս պահին զրուցելու ենք նախկին դատավոր Բարքև Օհանյանի հետ, բարի երեկո եւ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Օհանյան, անձամբ գուցեև չեք ճանաչում նորանշանակ գլխավոր դատախազին, բայց ես ուզում եմ, որ դուք ուրվագծեք այսօր Գևորգ Կոստանյանից հետո գլխավոր դատախազության որպես ինստիտուտ, որպես կարևոր կառույց մեր պետության, պետականության համար առաջնահերթությունները, որոնք դրված են նորանշանակ գլխավոր դատախազի առաջ եւ որոնք կենսական են, որոնք բաց են մնացել եւ այն դրական, բացասական ժառանգությունը, որ նա ժառանգել է, որ ուղղություններով պետք է ավելի ուշադիր լինի եւ հետամուտ։ Հարցին այդպես հակիրճ պատասխանել երևի չհաջողվի իմ կարծիքով, անկեղծ ասած, դատախազությունը իր կարևորությունը ավելի շատ կորցրել է, քան ուներ, ասենք խորհրդային տարիներին, հա, դե տարիների ժամանակ նա օրինականության վրա հսկողություն է իրականացնում, իհարկե հիմա էլ մինչդատական վարույթի, այսպես ասած, հետաքննության վրա է հսկում, մեղադրանք է պաշտպանում եւ այլն, բայց մեծ հաշվով ես չեմ կարծում, որ դատախազության, այսպես ասած, գործունեությունից եւ մասնավորապես դատախազի անձից շատ բան է կախված եւ ասենք ինչ-որ շատ բան կփոխվի։ Այնպես ինչպես անկեղծ ասած նույն կարծիքի եմ վարչապետի իմաստով, թեև անձերից շատ բան է կախված, բան չունեմ ասելու, բայց Պարոն Օհանյան, ձեր դատավոր եղած ժամանակ օրինակ եւ նաեւ դրանից հետո չեք բացառի, որ օրինակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կարևոր դերակատար էր եւ կարևոր էր հենց անձով պայմանավորված գուցե։ Դրանից հետո թեև Գևորգ Կոստանյանը դարձավ գլխավոր դատախազ եւ դրանից հետո նաեւ սահմանադրությամբ վերապահված այդ բաժանումը տեղի ունեցավ քննչական ամբողջ, այո, եւ մեծ լիազորություններ ուղղակի վերցվեցին դատախազությունից եւ այդ մասով Աղվան Հովսեփյանը շարունակեց համակարգել։ Այնուամենայնիվ անձը մեր երկրում շարունակում է շատ կարևոր նշանակություն ունենալ եւ այդ նշանակումներն էլ կարևոր են եւ այս դեպքում անհայտ Արթուր Դավթյանի նշանակումը եւս ուղերձ է հանրությանը, որ գլխավոր դատախազի եւ դատախազության նշանակությունը չի կարող այնքան կարևոր լինել, որքան կարևոր էր Աղվան Հովսեփյանի ժամանակ։ Դուք այդ ժամանակ գործող դատավոր եք եւ գիտեք, թե ինչ ազդեցություն ուներ դատախազությունը դատարանների վրա։ Եվ այդ ազդեցությունը մեծապես նաեւ պայմանավորված էր Աղվան Հովսեփյանի քաղաքական իշխանության մեջ ունեցած ազդեցությամբ եւ դերակատարությամբ։ Գուցե դուք շատ տասխանեցիք, գուցեև այդպես էր, բայց ես էլ եմ ասում, թե անձից շատ բան է կախված, բայց ավելի շատ բան կախված է այլ հանգամանքներից, այսպես ասած, համակարգային փոփոխություններ։ Բոլորը խոսում են համակարգային փոփոխություններից։ Ինչ ասել է համակարգային։ Ասեմ, նախ պետք է կոնկրետ դատախազության մասով։ Կոնկրետ դատախազության մասով, տեսեք, օրինակ շատ հետ չգնանք նախքին սահմանադրությամբ դատախազությունը դատական իշխանության գլխի մեջ էր։ Դատախազությունը որպես առանձին համակարգ, որը արդեն խնդիր էր։ Ճիշտ չէր, մեղմ ասած։ Նորով առանձին ինչ-որ գլխի տակ մտցված դատախազությունը։ Քաղաքակիրթ շատ երկրներում, ասենք Իտալիայում, դատախազությունը արդարադատության արդարադատության համակարգի Department of Justice, օրինակ միացյալ նահանգներ։ Գիտեք, ինչքանով կարևոր է։ Նախ արդարադատության նախարարությունը առանց դատախազության արդարադատության նախարարություն չի։ Ասենք մենակ նոտարներով, ԿԿԱԳ-ով, քրեակատարողական հիմնարկներով չի լինում ոչ մի լծակ արդարադատությանը վերաբերող արդարադատության նախարարությունը չունի։ Բացի մի երկու փոքրիկ, ասենք,
կարգապահական Ինչու չգնալ Հայաստանում այդպիսի գլոբալ ռեֆորմ։ Ինչու չվերացնել օրինակ արդարադատության նախարարությունը կամ արդարադատության նախարարության գործառույթների մեջ միացնել նաև դատախազական այնպիսի համակարգի մասին հենց դա է։ Դատախազությունն ու արդարադատության նախարարությունը պետք է մեկտեղվեն։ Դատախազությունը դատական իշխանություն չէ։ Ես արմանում եմ, թե նախկին համանadrության մեջ ինչպես էր հայտնվել այնտեղ։ Հիմնորում էլ առանձին է, կարծես ուզենան շեշտել, որ ինքը անկախ շատ տենց մարմին է, բայց այդպես չի լինի։ Ինքը գործադիր իշխանության մաս է կազմում, բայց դա դասական իմաստով այդպես կլիներ, եթե մտներ արդարադատության նախարարության կազմի մեջ։ Հակառակ դեպքում այո, ցավոք ինքը ավելի շատ գուցեև օգտագործվում է, այսպես ասած, քաղաքական որպես ուժային կառույց, ինքը կարա օգտագործվի։ Իսկ մեծ հաշվով դատախազությունը ամենամեծ գործառույթը, որ նա ունի, իմ կարծիքով, դա մեղադրանքի պաշտպանությունն է։ Իհարկե, մյուսներն էլ կարևոր են դատական ակտերի հետ կապված, հսկողության, բայց ասեմ, նաև այդ հսկողության իմաստով, դա ձևական բան է, մեծ հաշվով քննչական մարմնի, այսինքն միջդատական վարույթի նկատմամբ հսկողությունը, այդպես, ինչ ասեմ, գործնականում շատ քիչ նշանակություն ունի, որտեղ ամեն դեպքում դատախազությունը չի կարողանա այդպես մտնել, հա, ծանոթանում ես, ես ինքս աշխատել եմ դատախազ, ծանոթանում ես, ցուցումներ ես տալիս, վերացնում ես եւ այլն, բայց մեծ հաշվով դա այդպես կան դեր չի խաղում։ Այնպես որ նախ պետք է լուծել այս հարցը, դատախազության կարգավիճակը, իշխանության որ թևի մեջ է դե ֆակտո, դե յուրե ժամանակ դատական էր, դե ֆակտո գործադիր էր, դե հասկանալի է, որ ինքը պետք է լինի գործադիր իշխանության մեջ։ Ըստ այդմ էլ դե այսօր այդպիսին էլ կա, այսինքն այսօր այն գործադիր է, բայց ինքը ավելի շատ անկախի համարում է փորձում։ Այս այդքան էլ ճիշտ չի։ Դատախազությունը ինքը կարծես ամենատարբեր այսպես մեկնաբանումներով շերտերով անդադ ուզում են դատախազության անկախությունը շեշտել։ Դատախազությունը անկախություն պետք չի։ Հիմա կարող է շատերը ասեն նեղվել են խոսքերից։ Դատախազությունը չպետք է լինի անկախ, դատարանը պիտի լինի անկախ։ Այո։ Դատախազությունը պիտի լինի կախյալ, հա, եթե սենց ճակերտավոր, այսինքն կառավարության կազմում ենթարկվի նախարարին, արդարադատության վարչապետին եւ այլն աշխատանքներ կատարի այն գործառույթների շրջանակներում, որը սահմանադրությամբ եւ դատախազության մասին օրենքով իրեն վերապահված է։ Իսկ անկախ պիտի լինի դատարանը։ Եվ այ օրինակ դատական իշխանության ղեկավարի անձից շատ ավելի բանակախված քան դատախազ։ Ինչու՞, որտեղ այնտեղ այդ քաղաքականացված կառույց չի ինքը, ինչ որ բաներ պատվերները թողնենք։ Բնական է, այտենց երկիր չկա, որ բաներ չլեն, միջամտություններ դատական, հասկանում եք։ Բայց եթե լինի պրոֆեսիոնալ դատական իշխանության ղեկավարը եւ բարեխիղճ, արդարամիտ, չասենք արդարադատ, ուրեմն շատ բան կփոխվի այս երկրում։ Վերջիվերջո քաղաքականություն չեմ սիրում, բայց կարելի է ենթադրել, որ այդքան դատավորների մեջ չկա այդ արդարամիտն ու Չէ, ինչու չկա, կա, բայց դե ես է թողնենք։ Ամենայն դեպս ես այն կարծիքին եմ ասում, որ կամ պատվերներն են շատ բանանյան։ Դատական դատարանը կարա կայանա։ Եթե լինի ղեկավարը արդարամիտ, դատախազությունը ինչքանով պիտի օգնի, որպեսզի դատարանը կայանա։ Դատախազությունը որ չխանգարի, արդեն օգնի։ Դատախազությունը ցավոք դե ֆակտո քրեական գործերով ուղղորդում է դատարանին։ Չասեմ այլ ձևակերպում չտամ, ուղղորդում է։ Սկսած նրանից, որ բաժաչափ է միջնորդում, որը ոչ մի նորմալ երկրում չկա, եւ ըստ այդմ դա ցույցում է տալիս, հրապարակային ցույցում, այսքան պետք է 10 մի տարի այսքան ենք։ Եվ եթե չանես, ես կբողոքարկեմ ու կօգտագործեմ եւ իմ հեղինակությունը եւ չգիտեմ, դատարաններն էլ հա պետք է հովանավորությունը եւ մնացածը իսկ դատարաններն էլ չեն ուզում վերաքննիչում, առավել եւս վճռաբեկում խնդիրներ ունենալ։ Դատամարտ լինեն վերջիվերջո քրեական գործ հարուցողը դատավորի նկատմամբ հենց դատախազությունն է կամ քննչական մարմինն է։ Եվ այստեղ դատախազությունը այսպիսով անկախությունը այս մասով գոնե Այսինքն դատախազությունը մեծապես նաև թույլ չի տալիս, որպեսզի դատարանը անկախանա եւ անկախություն ձեռք բերի։
Եվ սա բնականաբար հենց գործադիրի մեծապես նաև գործադիրով պայմանավորված, գործադիրի հրահանգներով եւ ուղղակի նաև ջանքերով Գիտեք, ես այսպես ասեմ, դա այսպես իներցիայով, այդ խորհրդային իներցիայով գալիս է։ Բա ուր մնացին բարեփոխումները 90-ականների վերջերին։ Գիտեք, ես ասեմ, Ռուսաստանում ավելի վատ վիճակ է, շատ ավելի վատ։ Մենք էլ ահագին եվրոպական բաներ ենք ներմուծել, բան մի քիչ ինչ-որ։ Ես չգիտեմ, դա մենք հրճակել ենք, որ ուզում ենք եվրոպական մոդելի դատական համակարգ ունենալ եւ մեր բարեփոխումները ֆինանսավորվել են հենց այդ նպատակով։ Մենք Ռուսաստանին չպետք է հետևենք եւ թեև մենք Եվրասիական տնտեսական միության Վենետիկյան հանձնաժողովը նայես, բայց էլի շատ բաներ, ես ճիշտ ասած են կարծիքին, որ Վենետիկյան հանձնաժողովը ավելի շատ ընտրական ու քաղաքական մասերին ուշադրություն դարձրել համանadrության մեջ, քան դատական, դատախազական գալով նոր գլխավոր դատախազի անձին, պարոն Օհանյան։ Դուք մամուլից արդեն հավանաբար տեղեկացել եք, որ նա պաշտպանել է փաստորեն հարսնակարի գործով մեղադրանքը ես չգիտեմ ձեր վերաբերմունքը գործի նկատմամբ ընդհանրապես դեպքի առնչությամբ ինչ դիրքորոշում ունեք ինչ եք կարծում սա կարող էր հիմք դառնալ որպեսզի այ իշխանության այդպիսի ծառայություն մատուցելուց հետո վերջապես օրինակ տարբեր վարչական տարածքներում դատախազ աշխատելուց հետո Երևանի դատախազ դառնալուց հետո նրան այսօր վարձահատույց է լինում իշխանությունը նշանակում է գլխավոր դատախազ։ Ես չէի ուզենա այդպես մտածել անգամ եւ անգամ հավատալ դրան եւ անկեղծ ասած չեմ կարծում այդպես որ ինչ որ մի գործով թեև կա այդպես բան որ ասենք աշխատակիցը լինի քննիչ որը քննեց ասենք Royal Armenia-ի գործը ձեզ էլ օրինակ պատժեցին նույն գործով հա այդ քննիչին դրեցին քննչականի պետական անվտանգության այդ այդպիսի բան չունեմ ասելու կա դա երևի հավատարմության դիմաց ինչ որ բան բայց ես չէի ուզենա այդ մանանք այդպես ես հուսով եմ որ կարելի է լուրջ փոփոխությունների հասնել ցանկության դեպքում Գիտեք ինչ, եթե այգին հիվանդ է, ծառերը ծեր են, հիվանդ են, ինչքան ուզում ես այգեպան փոխի, ոչինչ չի փոխվի, ինչքան ուզում ես այգեպանը փորի, սրսկի, ծառերի, ինչ ասես սրսկի, ծառերը միևնույն հիվանդ են, պետքա ծառերը ոչ մի ծառերը փոխվի, պետքա հողը, ծառերը բոլորը հանվի, այդ հողը նորից ժողովուրդը, հա, այդ մեր դեպքում, հողի տերը, պիտի այդ հողը պարարտացնի, մշակի ու նորերը տնգի եւ նոր համակարգված տնգի, ոչ թե հախուռն։ Հիմա մենք մեր եւ քաղաքական դաշնա տեսած հախուռն հույսեր չեն արտնասնում ձեր համեմատությունները։ Փաստորեն նորից համակարգային փոփոխությունների մասին եք ակնարկում եւ որոնք որ երկար այսպես ջանքեր են ենթադրում, բայց մեր երկիրը առավելապես նաեւ արդարության պակասի այո հատկապես բոլոր հյուծվում մաշվում եւ արտագաղթի տեմպերը վերջին արդյունքները ուղղակի ապշելու են շարունակվում են եւ արդարության պակասի մեծագույն մասը նաեւ գործադիրն է դատախազությունն է դատարաններն են առաջին հերթին դատարանը մենք որ ասում ենք արդարություն կամ արդարադատություն որ նույնն է դե արդարություն ավելի մեծ իհարկե հասկացություն է բայց արդարությունը դատարանի միջոցով է չէ վերականգնվում այսինքն արդարադատության միջոցով եւ եթե դատարանը ես այդ կարծիքին եմ կարող է դա լինի ուղղակի նեղ մասնագետի նեղ կարծիք բայց ես կարծում եմ որ նախ պետք է սկսել դատական իշխանությունից պատահական չէ որ եթե մենք նույնիսկ աստվածաշնչյան մենք պատմություններ նայենք երբ որ գործադիր իշխանություն չի եղել անգամ թագավորներ դեռ չեն եղել են դատավորներ Մովսեսի օրոք նշանակած ինչու որովհետև վեճը միշտ եղել է կարևոր է կառավարելու համար մեծ ջանք պետք չի այդպես պետք է պարզապես կարողանալ վեճեր լուծել ճիշտ է դատավորները իրենք են այդ գործառույթը իրականացրել Հիմա հասկանում եք, եթե արդարադատությունը կայանա, եթե դատարաններում կոռուպցիան, ոչ միայն դատարաններում, ընդհանրապես վերանա, դե փառք Աստծո, հիմա աշխատավարձները բավականին բարձր են եւ այլն։
Հասկանում եք, ոչ մեկի Եվ կարծում եք, որ դա բավարար պայման է կոռուպցիայի։ Ոչ, իհարկե, բավարար չէ, բայց կարևոր պայման է։ Ամենայն դեպս համեմատելու չի այն ժամանակների հետ, երբ ասենք դատավորը ստանում էր 160,000 դրամ։ Բնականաբար 160,000 դրամով դատավորը չէր կարող լինել ոչ անկախ, ոչ էլ անկաշառ կամ հա։ Իսկ հիմա կարելի է մի ժամանակ եթե երիք էր անեկդոտ էր կար այդ առիթը։ Դե օրինակ Գևորգ Կոստանյանից հետո ասում են, որ դատախազությունը բավական այսպես թոթափել է կաշառակերության ամբողջ այդ բեռը եւ շատ մեծ աշխատանքի շնորհիվ դատախազությունը հնարավոր է եղել մաքրել այդ ախտից։ Դուք ունեք այդպիսի տպավորություն։ Ունեմ այդպիսի տպավորություն, այդպիսի կամք ես տեսնում եմ անգամ պետության գլխի մոտ, պետության ղեկավարի մոտ եւ նրանից բխող պահանջ։ Բայց հասկանում եք, մի կարծում եք, որ դա հանձնարարական էր շատ ավելի բարձրից։ Նաեւ ինչու՞ չէ։ Մաքրել դատախազությունը։ Իհարկե, դեք ինչ յուրաքանչյուրս մեզ որ դնի պետության ղեկավարի։ Դե կարծում եմ ոչ մեկին էլ հաճելի չի որ համատարած կոռուպցիա լինի կաշառակերություն։ Այլ հարց է, որ միևնույնն է դա վերացված չէ, ավելին գուցե կատարելագործված է, թե հասարակ կոռուպցիան հասարակ կաշառքների մեջ էր դրսևորվում, հիմա բավական լուրջ, այսպես հատկատների, ինչ որ բյուջեի եսին բաների մեջ է դրսևորվում, որը իհարկե շատ ավելի վտանգավոր է։ Բայց ես էլի լավատես եմ եւ ոչ միայն նաեւ պես տեսնում եմ, որ այդ պայքարը կա, ցանկությունը կա։ Այլ հարց է, որ ես չգիտեմ, գուցե պայմանները նպաստավոր չեն, պետությունն է աղքատ, վերջին հաշվով պետք է պետությունը Սինգապուրին օրինակ ենք բերում, բայց Սինգապուրը այնքան հարուստ էր, նավահանգստային պետություն էր եւ վարչապետը ընդամենը ինչ արեց վարչապետը դրեց այնպիսի աշխատավարձներ որ ուղղակի մենք կերազեինք եւ ասեց վերջ սրանց հետո կաշառք չլինի եթե եղավ ապա կընթարկեմ չգիտեմ ինչ կանեմ կկախեմ սա հնարավոր է այս դեպքում բայց դե մենք էլ անդադ կախված ենք Եվրոպայից նրանից են գումար ուզում նրանց են գումար ուզում արտաքին պարտք ունենք հազար խնդիրներ ունենք մնում է մարդկային բարեխղճության վրա մեր արդարամտության վրա մեր բարեխղճության վրա որ ամենք այդ կաշառակերն էլ քչով բավարարվի հա եթե այսպես կարելի ասել Ուղղակի խղճով աշխատեն, բարեխիղճ, կոմպետենտ, ամեն մեկը իր պարտականությունները կատարի եւ ելի եմ ասում, ամենակարևորը դատարանն է, արդարադատություն իրականացնի, իրավապահ մարմինները։ Բայց դες բաներ կա այնքան հասարակ, ես ես վերջերս առիթ եղավ դեպի Վրաստանում եղա։ Ախր այնքան հասարակ բաների մեջ է կայացել այդ պետությունը, որ զարմանում է։ Եվ շատ կարճ հենց ոստե իրավապահ, ախր այդ պետքա դնել մի կողմ, ելի եմ ասում, այդ այգին Հիվանդ է այդ այգին, այդ ծառերը պետք է կտրել մի հատ պետավտոտեսչության ծառայություն, բազմաչարժ ծանր գործ է, գիտեք այդ տեսուչների գործը, ոստիկանների գործը, դե մոտիկից շփվեք խղճակ բոլորին։ Աշխատավարձները ցածր, գիշեր ցերեկ չունեն, իրենց սեփական մեքենաներով ման ծառայում են։ Բայց կարելի է այդ բոլորը կարգավորել, ինչու՞ չէ, կարելի է կրճատել այդ ոստիկաններին, այն մեկի աշխատավարձը տալ են մյուսին, որ ավելի բարեխիղճ ու պրոֆեսիոնալ է։ Նպաստավոր պայմաններ չստեղծել խախտման համար։ Ոստի պետավտոտեսչությունը կարծես ամեն ինչ անոր խախտում անես որ բռնի որ բանը։ Այդ ճանապարհին ուրեմն 30-50 արագության ուրեմն սահմանափակման նշանը դրված։ Քշում էին 100-120, ոչ ոք չէր կանգնացնում։ Արագաչափի նշանը դրված է, դու ուզում ես արհամարի, չես ուզում մի արհամարի։ Գիտեք ես ինչ հետևության եկա, որ այնտեղ տրամաբանությունը հետևյալն է։ Ինչ անում է Սարա, փորձանքի չգաս Եթե եկար հետևանք չառաջացնի քո խախտումը, այն ժամանակ իզանից չնեղանաս, որտեղ գրած էր ընդ 30։ Բայց դու եթե կարող ես խախտին, այնց որ հետևանք չառաջացնես ճանապարհային երթևեկության մասնակիցների համար վտանգ չառաջացնես, ու արագ վարի։ Ակնհայտ է, որ Հայաստանում այդ ոստիկանությունը որպես պետական ծառայություն կարևոր ուրեմն այսպես շատ կարևոր Շատ կարևոր նաև պայման ընտրությունների ամենածիծաղելին որ այստեղ բոլորը սևեռվել են արագության վրա արագությունը էլի մի 10-20-30 ավել պակաս բան չի փոխում բայց այն խախտումները որ ավելի այսպես բան են առաջացնում երթևեկության մասնակիցների համար էլի դիմաց է կտրել սենց ինչ որ աճ ծախ այդպես բաներ չկան դեռ
Դա որովհետև եթե արձանագրվեց խիստ ուղղանկներ չկարելի տենց ոնց ուզել, ինչ ուզել, հա, ընդունված է, խնդրել, ճանապարհ տա, շարքը փոխես, դա ընդունված է բոլոր Ամերիկայում, բոլոր երկրներում։ Բայց լկտիաբար քիթը մտցնել, sense կտրել, բան, հիմա ես եմ որտեղից եկանք, ուր հասանք, բայց հասարակ բաներից է։ Ծնվում ասма ձուկողացողը ձիկը կողանա ժողովուրդն ասում է այդպես հասարակ բաներից ժողովուրդը հիասթափվում է քաղաքակիրթ զանգված է կարծում եմ համամիտ կլինեք այդ մալուկների վրա նեղսրտում ուզում գնա որ քաղաքակիրթ երկիր է ուզում որ իր առաջ մեքենան չկտրի խտրական վերաբերմունք չտեսնի կոռուպցիա չլինի որ ասենք թե տունա կառուցե գնում իր ավարտական ակտը ստանա միջև մի չգիտեմ այս բանը ախտակը մի քիչ էս կողմ էս դրել են բան էս կողմ էս արել էսքան էս մեծապատի մուրացկաները երևի նորից պետք է կարդանք ես չգիտեմ Պարոն Օհանյան դուք պատրաստվում եք պրոֆեսիոնալ փաստաբան լինել ձեր առաջին պատգամը հորդորը նորանշանակ գլխավոր դատախազի Նաև որպես նախկին փորձառու դատավոր Ես կուզենայի որ երևի մի նախադասությամբ չի հաջողվի կարծում եմ արդեն ավանդույթը կա ինչու՞ չէ Կոստանյանի կողմից էլ դրված կարգապահություն կա այնտեղ ես գիտեմ ես ասեմ Հովսեփյանի ժամանակ էլ ված չէր այլ հարցավոր ինքը իր անձով որոշակի բանուներ, այսպես կաշիռուներ, քաղաքական իմաստով, ինչու՞ չէ, դատախազությունը բավականին հիմա կարգավորված աշխատանք է կատարում իմ կարծիքով։ Եվ դատախազությունից բայց սпасել ավելին քան նա անում է կարծում եմ իմաստ չունի, գիտեք ես ինչ նկատի ունեմ։ Իդեպ ասենք շատ մեր հանրությունը մի քիչ բան ունի, օրինակ դատարաններից էլ։ Մեկ էլ ասում այսինչ հանցագործությունը չբացահայտվեց։ Որ մեկը չկա ասի, ախր դատարանը բացահայտող մարմին չի։ Էրմիակովի գործը կլինի օկտեմբերի 27-ը կլինի, չգիտեմ ինչ։ Դատարանը քննում է գործը կոնկրետ մեղադրյալի նկատմամբ Եվ կոնկրետ այն մեղադրանքի շրջանակները, որը ավելին ասեմ, դատարանի լիազորությունները անգամ խորհրդային օրենսդրության համեմատ կրճատված են, այն ժամանակ մասնավոր որոշում կայացնելու, այսպես ասած, իրավունք ուներ, այսինքն կարար գրեր, այս քննիչը սենց է չարաշահել էսն է, եւ քրեական գործ հարուցելու իրավունք ուներ։ Քրեական գործ էր անում դատարանը, մի ուրիշ անձի, ասենք որ մեջից հանել են, վերջել հանգամանքեր նոր ի հայտ գալիս։ Իսկ նորով դեռ գործողով, որ էլի պիտի փոխվի, ես չգիտեմ այդ փոխվող ստիլը, այստեղ ասում է դատարանը հայտնաբերելով տենց նոր անձ, նոր կատարած անձը, բան, իրավունք ունի, ասում է, կարող է, էնել կարող է իդեպ։ Ուրեմն միջնորդել դատախազին նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ։ Ես այդպիսի մի առիթ օգտագործեցի, մի քանի ամիս հետո մի հատ երկտող եկավ ինձ, երկտող որ միջնորդությունը դատավորի, դատարանի ներողություն, միջնորդությունը մերժվել է անհիմն լինելու պատճառով։ Լավ է, չէ՞։ Ուրեմն դատարանը հրապարակային դատական քննությամբ բարձում է, որ այս անձը հանցագործություն է կատարել, գոնե քրեական գործը չեն հարուցում, որ ասենք ինչպես իրանք են սիրում ասել եւ օրենքում է գրված լրիվ բազմակողմանի օբյեկտիվ քննություն էլ չեն անում, Իսկ հետո մի անգամ էլ կարծեմ միջնորդությունը նույնիսկ չպատասխանեցին, չիմացել ինչ արեցին։ Հասկանում եք, բաներ կա, ես չեմ ասում դատարանին տանք բոլոր իրավունք, բայց եթե դատարան է, եթե արդարադատություն իրականացնող մարմինը, պետք է վստահես եւ տաս այդ լիազորությունները։ Այդ նույնն է, որ ասենք էլի վերադառնամ իմ գուցե տրիվիալ օրինակին, այգեպան վարձես, բայց իրավունք չտաս հողը փորի ծառը էտի, չգիտեմ ինչ էլի։ Կամ կտրի ծառը։ Հա Շնորհակալություն այս զրույցի համար։